Ապրիլի 21-ի ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերտ նիստը, որը վարում էր խմբի ղեկավար ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Օրակարգում ինտենսիվ տեղումների հետևանքով գետերի ելքերի հնարավոր աճի եւ լեռնային շրջաներում ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցերն էին։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով ապրիլի 20-ից 21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում զգալի։ Վեդի, Ազատ եւ Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ Նշվել է նաեւ, որ ապրիլի 24-ից սկսած սպասվում են ինտենսիվ տեղումներ եւ ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետևանքով ձնհալի ակտիվացումը կարող է առաջացնել գետերի մակարդակի բարձրացում, ստեղծելով որոշակի ռիսկեր։ Տեղեկությունը ստանալուց հետո ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ, կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների շրջակա միջավայրի նախարարությունների եւ մարզպետարանների հետ քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ստորաբաժանումները անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։ Հորս, Ակունք եւ Փամբա գետերի մակարդակի բարձրացման պայմանավորված արձանագրվել է ջրածածկումների 3 դեպք, որոնք հիմնականում կապված են եղել գետաբերանների հատվածներում ջրաբերուկների եւ աղբի կուտակման հետևանքով առաջացած խցանումները։ Քննարկման ընթացքում նշվել է, որ մի շարք հատվածներում խնդիրները պայմանավորված են գետերի հուների մաքրման անհրաժեշտությամբ։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդգծել է մաքրման եւ կանխարգելիչ ինժեներական աշխատանքների կարեւորությունը։ Քննարկվել են նաեւ Ախուրյանի, Ազատի եւ այլ խոշոր ջրամբարների վիճակը, հնարավոր ռիսկերի կանխատեսման եւ վերահսկման համատեքստում անդրադարձ է կատարվել ջրամբարների տարողունակությանը եւ լցվածության ցուցանիշներին։ Որպես հանրային իրազեկման եւ վաղ ազարարման համակարգի առանցքային օղակ կարեւորվել է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի դերը։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել ռիսկային հատվածների վերահսկողությունը եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու համար ապահովել տեխնիկայի մշտական պատրաստվածությունը։ Հնարավոր զարգացումներին արագ եւ համակարգված արձագանքելու նպատակով նախարարը հանձնարարել է շրջակա միջավայրի նախարարության եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջև քրիտիկական հատվածների վերաբերյալ շարունակել օպերատիվ տվյալների փոխանակումը։ Նիստի ընթացքում ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը ներկայացրել է վերջին օրերին Վայոց ձորի, Կոտայքի եւ Լոռու մարզերի բնակավայրերում գետերի վարարման հետևանքով արձանագրված իրավիճակը եւ իրականացված օպերատիվ միջոցառումները։ Նշվել է, որ փրկարարական ծառայողները համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացրել են սահմանազատման, հոսքերի կարգավորման եւ կանխարգելիչ աշխատանքներ։ Իրավիճակը կառավարելի է, լուրջ վնասներ չեն արձանագրվել։ Ապրիլի 20-ին ժամը 22:23-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին եւ փախել։ Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաեւ հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ցակած կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։ Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող ցակող առարկայով հարվածել վերջին։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը եղել էր ոչ սապ վիճակում։ Ապրիլի 22-ին ժամը 16:40-ին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, կատարվում է նախաքննություն։ Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին Ապոյինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտակայքից համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժինն են ներկայացրել 4 քաղաքացու։ Նույն օրը ժամը 11-ի սահմաններում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք առանց լիցենզիայի հատուկ տեխնիկայով իրականացնում են քանդման աշխատանքներ եւ հումքը բեռնատարներով տեղափոխում ու լցվում է աղացի մեջ։ Հատուկ տեխնիկայի եւ 3 բեռնատարների վարորդները Ապոյինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը Ապոյինի թմրանյութ է ձեռք բերում, պահում եւ իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին ժամը 11:30-ին մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են տվյալ անձի կողմից վարած ավտոմեքենան։ Վարորդը եւ ուղևորը Ապոյինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով 2 փաթեթ ու
ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ ծալովի դանակ եւ մոխրացած հետքերով կատուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը դատարանի որոշմամբ խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից եւ թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։ 36-ամյա տղամարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Իրազեկում ապրիլի 23-ին եւ 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը։ Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման եւ պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության եւ տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ։ Ժամը 6-ից 24-ը տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն։ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քրքրքորյան փողոցը, Հրազդանի կիրճից դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհահատվածը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով Քրքրքորյան փողոցի կողմից, ելքը դեպի Բրազիլիայի հրապարակ։ Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։ Տեղեկացնում ենք, որ հիշատակի միջոցառման խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող եւ նրանց ուղեկցող անձանց համար։ Պետական արարողակարգային միջոցառումների ապահովման նպատակով ժամը 7-ից 10-ը ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 18-ից 21 նկատ ժամանակահատվածում կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։ Ժամը 20-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ. Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա, Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց, Կիևյան կամուրջ, մինչև Հալաբյան եւ Քրքրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։ Հարգելի քաղաքացիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։